առաջարկներին եւ այլն հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մանրամասն ուսումնասիրել է քարտեզը եւ գտել է նոր տարբերակ Ադրբեջանը Թուրքիային Իջևանի միջոցով միացնելու ամենակարճ ճանապարհը, որ անցնում է Ֆիալետովը, միանում է Վանաձոր Գյումրի երկաթգծին եւ դուրս է գալիս դեպի Թուրքիա, այսինքն Ղազախից հասնում են Գյումրիով դուրս են գալիս Թուրքիա։ Դուք ձեր քաղաքական թիմը ուսումնասիրել եք քարտեզը, գտել եք երկաթուղին վերագործարկելու ինչ-որ այլ միջոցներ կամ գուցե համաձայն եք Փաշինյանի հետ եւ նաեւ հրապարակ նետվեց այն թեզը, որ երկաթուղին ռուսական կողմը լավ չի ղեկավարում, լավ չի կառավարում, գուցե համաձայնության կանք եւ միասին տանք երրորդ որևէ երկրի։ Այս առաջարկին ինչպես եք նայում։ Տեսեք, մենք քարտեզին նայելով երկաթգիծ չենք կառուցում, որովհետև դա անում են մասնագետները եւ դա այլ գործընթաց է Իրանից ենթադրում։ Մենք ուղղակի գիտենք, որ կան կոնսերվացված ծրագրեր եւ այդ կոնսերվացված ծրագրերը մենք իրագործելու ենք։ Դա հյուսիս-հարավ երկաթգիծն է, որը 14 թվականին չինական կողմը կոնսերվացրեց, որովհետև որոշակի մեր կառավարությունը այն ժամանակ դոմինանտությունը տվեց հյուսիս-հարավ ավտոմայրուղ, այսինքն երկաթգիծը կոնսերվացվեց։ Բայց դրանից հետո տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ, օրինակ Չինաստանը Անակլայում նավահանգիստ է կառուցում, որը այն ժամանակ դեռ չկար։ Այսինքն նավահանգիստը կառուցելու հետ կապված այդ ծրագիրը վերագործարկելու տնտեսական իրագործելիությունը բավականին խելամտության բարձր բան է ձեռք բերում։ Այդ մեկ։ Երկրորդը մենք գիտենք, որ այսօր էլ կա ես քննարկել եմ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի կողմից առաջարկող ծրագիր, բավականին խելամիտ ծրագիր է եւ իր առաջարկները, որոնք որ բավականին փորձագիտական ճանապարհ են անցել, մենք դա վերցրել ենք եւ իրագործենք։ Այսինքն մենք չենք փնտրում նոր բաներ, որոնք որ ականջահաճո են։ Այն ծրագրերը, որոնք կան, այդ ծրագրերը պետք է նշանակում։ Տեսեք, Բաքու, Ղազախ, Իջևան, Հրազդան, Երևան, Երաս, Նախիջևան, Կարս, այս հիմնական ուղղությունն է, որը մենք այսօր կարող ենք ունենալ։ Եվ Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս, այսա Խոսրով Հարությունյանը ունի փաստաթղթեր, մենք քննարկել ենք իր հետ եւ իր թույլտվությամբ եւ նաեւ մեծ պատրաստակամությամբ ինքը այդ թղթերը տվել է, այդ ռազրաբոտկաները, այդ ամբողջ փաթեթը տվել է, որ մենք ներառնենք մեր տնտեսական ծրագրում։ Մենք այսպես ենք պատկերացնում, որովհետեւ դրան նախորդել են, ասենք, տեսեք, քարտեզով էլ եմ ասում, քարտեզը տեսել ու գտել է, այդ գիտեք, բան է, այդպես չի էլի։ Մասնագետներ կան, ռելիեֆի ուսումնասիրություն կա, բավականին բաներ կան, եւ պետք է մենք խորհուրդ տանք այսօրվա իշխանություններին, որ միջև հունիս ամիսը ձեռնպահ մնան ինչ-որ բաներ անելուց, որովհետև իրենք կարող է ամեն իրենց վարքագծային ինչ-որ մի հատ դրսևորում շատ ավելի է խորացնում են խնդիրները, որոնք հետո պետք է վերականգնվեն, ու դրանց շատ մեծ ջանքեր են բանալու գործադրելու մենք դրանց համար։ Եվ լավ կլինի, որ մասնագետների հետ խորհրդակցեն։ Մասնագետների հետ խորհրդակցել է պետք։ Ձեր հարցին այսպես պատասխանեմ։ Քարտեզին նայելով բան չեն կառուցում, էլի։ Երկաթուղին երրորդ երկրին փոխանցելու մասին։ Նայեք, երկաթուղին երրորդ երկրին փոխանցել այդ արտահայտությունը եկեք չասենք, որովհետև երկաթգիծը կարող ես դու կոնցեսիոն համաձայնությամբ տա շահագործման։ Այնպես ինչպես որ այսօր օրինակ բանը RЖD-ն շահագործում է, չէ՞։ Հիմա արդյունավետության հարցը։ Հիմա ես կարծում եմ, որ այդ կոնցեսիոն պայմանագրի պոտենցիալը դեր կառավարությունը նույնիսկ չի նստել նայել փորձագիտական աչքով, տեսնի թե ինչ իրավունքներ ունի։ Այդ իրավունքների շրջանակներում ինքը մեր ռուս գործընկերներին պահանջներ առաջադրի։ Պահանջները, որոնք որ ներկայացվում են, դրանք որոշակի դեկլարատիվ բնույթի են։ Դրանք ավելի շատ ոչ թե գործընկերային ու տնտեսական են, այլ մի քիչ քաղաքական ենթատեքստ պարունակող են, էլի։ Դրանք կատարում են փակ բաների կաբինետներում, նստում են փորձագետները, ուսումնասիրում են կոնցեսիոն պայմանագիրը, եւ դա մեծ է այդ պայմանագիրը։ Իրենց պետք է ասեն, որ ամբողջ ծավալը նայեն, որտեղ այնտեղ հավելվածներ կա, ամբողջը կարդալուց հետո տեսնում են, թե ինչ հնարավորություն ունի կառավարությունը պահանջելու այն, ինչ որ պայմանագրային իր իրավունքն է։ Եվ դրա շրջանակներում պետք է գործընկերային բանով գնան առաջ։
Եթե ռուսական կողմը օրինակ կհրաժարվի իր պայմանագրային պարտականությունները կատարել, այդ ժամանակ իհարկե կան համապատասխան միջոցներ, այդ միջոցներից կօգտվեն բոլորը, բայց ես չեմ տեսել որևէ վարքագիծ, որ օրինակ ԵՌԺԴ-ն հրաժարվում։ Չի եղել նման քննարկում կամ քավլիցի, կարող է մենք չգիտենք դրա մասին։ Համենայն դեպս հանրությունը տեղյակ չի այդպիսի քննարկման վերաբերյալ։ Շնորհակալություն։ Ես մի հարց եմ։ Համեցեք։ Պարգևավճարների հետ կապված